Հարգելի նախագահողներ, պատգամավորներ եւ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ազգային ժողովի հատկացումների ֆինանսական եւ ոչ ֆինանսական ցուցանիշները։ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ազգային ժողովի աշխատակազմին իր ծախսային ծրագրի իրականացման մասով հատկացվել է մոտ 7 միլիարդ դրամ։ Առանձին ծախսային միջոցների մասով 2026 թվականի հատկացումների բաշխումն ունի հետևյալ պատկերը. Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ 6.2 միլիարդ դրամ, ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում 1.3 միլիոն դրամ, ազգային ժողովի դերի բարձրացման ուղղված միջոցառումների իրականացում 168.8 միլիոն դրամ, այստեղից 114.8 միլիոն դրամը կազմում է ազգային ժողովի համար ՄԱԿ-ի կողմից իրականացվող Նոր Հայաստան ժամանակակից խորհրդարան ծրագրի համաֆինանսավորումը։ Միջազգային խորհրդանական կազմակերպությունների անդամակցության վճարներ 150.9 միլիոն դրամ եւ աջակցություն կուսակցություն եւ կուսակցությունների դաշինքներին 520.7 միլիոն դրամ։ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին հայ օրենքի նախագծից հանվել են մեր կողմից ներկայացված բյուջետային հայտով հետևյալ ծախսային միջոցառումները, դրանք ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավումներն են եւ ազգային ժողովի շենքային պայմանների բարելավումը։ Մեր կողմից առաջարկվել է 2026 թվականի բյուջեով որպես առաջնահերթություն դիտարկել ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում 50 միլիոն դրամ եւ ազգային ժողովի շենքային պայմանների բարելավում 26.3 միլիոն դրամ, սակայն ներառվել է միայն ազգային ժողովի շենքային պայմանների բարելավման համար նախատեսվող 26.3 միլիոն դրամը։ Իհարկե Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացումների մասով մենք մեր դիտարկումները համապատասխան ընթացակարգերով կներկայացնենք կառավարության մեր գործընկերներին, որովհետև հաշվի առնելով գալիք տարի համապետական ընտրությունները ազգային ժողովի չունենալ ընդհանրապես տեխնիկական հագեցվածության տող դա կարող է խնդիր առաջացնել ազգային ժողովի համար, ինչպես դուք նշեցիք, մենք չենք իհարկե դա կանխատեսում է, բայց հավանաբար ավելի մեծ քանակի падգամավորներ ենք ունենալու, իսկ աշխատակազմը պարտավոր է падգամավորներին ապահովել գոնե մինիմալ սեղան, աթոռ, համակարգիչ, տպիչ սարքավորում եւ չունենալով ուղղակի այդ տողը եւ չունենալով անգամ այդ տողը առաջնահերթություններում մենք ուղղակի չենք կարող ապահովենք դա։